Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ներխուժման 1139-րդ օրն է։ Ձեզ համար կրկին կարճ եթեր եմ պատրաստել, հուսամ ձեզ դուր կգա։ Այսօր Կիևում ցուրտ օր է, օդի ջերմաստիճանը 20 աստիճանից իջել է 0-ի, գիշերը նույնիսկ -1 էր, բայց ինչպես ասում են, կարևորը մեր սրտերն են տաք։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության, լայքերի, մեկնաբանությունների եւ եթերների տարածման համար։ Իրոք շատ մեծ գործ եք անում, շնորհակալ եմ։ Մենք փաստացի միասին պայքարում ենք ռուսական քարոզչության դեմ եւ դատելով նրանից, թե ինչպես են պուտինիստները նվնվում մեկնաբանություններում, մենք հաջողությամբ ենք պայքարում նրանց դեմ։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության համար։ Շնորհակալ եմ նաեւ Կրիվորոգում անմեղ զոհերի համար շարունակվող ցավակցությունների համար։ Իրոք այս պատերազմը շատ դաժանությունների վկա է մեզ դարձնում, բայց այլ տարբերակ չկա, ինչ պայքարելն է։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Նշեմ, որ եթե նախընտրում եք տեղեկատվություն ստանալ Facebook-ում, կարող եք նաև հետևել մեր Facebook-յան էջերին։ Լուրերը ռազմաճակատից մեր վերջին հեռարձակումից հետո ռուսական զորքերը նորից կորցրել են ավելի քան 3000 զինվոր, իսկ հակառակորդի ընդհանուր կորուստները արդեն գերազանցել են 925 000-ը։ Դուք հավանաբար նկատում եք, թե ինչպես են պուտինիստները ոռնում ցավալի ճշմարտության մասին լսելուց մեկնաբանություններում իրենց կորցնում են։ Ես երբեք չեմ դադարում զարմանալ այդ մարդկանց նեղմտության վրա։ Ամբողջ աշխարհում հայտնի է, որ պուտինիստներն իրենց բանակի համար զինվոր են փնտրում, քանի որ տեղական ուժերով արդեն ամեն ամիս չեն կարողանում 30 000 հիմարների գտնել։ Սակայն պուտինիստների մեկնաբանություններում զարմանում են Ուկրաինայի գլխավոր շտաբի թվերից ռուսական կորուստների մասին։ Զովեշտալին այն է, որ բողոքում են թվերից, երբ նրանք նույնիսկ չեմ մեջբերում, ինչպես օրինակ 3 էր, բայց երևի շատ է ցավեցնում այդ փաստը։ Դե ինչ ասենք, իրենք են ընտրել Պուտինին եւ պետք է նրա համար շարունակեն ցավեր կրել։ Հիմա նորից կավելացնենք նրանց համար ցավոտ լուրերը։ Երեք իմացա, որ ռուսները իմջելոց հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա գյուղի գրավման մասին, որը իհարկե իրականություն չէ, սա արդեն ես չեմ հիշում երկրորդ թե երրորդ անգամ է, ինչպես նշել է պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն մեկնաբանության մեջ, Բասովկան թշնամու վերահսկողության տակ չէ, ռուս օկուպանտները փոքր խմբերով փորձում են հարձակվել, սակայն Ուկրաինայի պաշտպանությունը հնարավորություն չի տալիս նրանց գրավել գյուղը։ Նրանք Բասովկայի կողմից ցանկանում են դուրս գալ մեր Կուրսկի ուժերի թիկունք, որպեսզի այդ Պուտինի հորինած շրջապատումը իրագործեն, բայց գոնե պատկեր ստեղծեն, բայց չի ստացվում։ Վերջին օրերին ուկրաինական զորքերը արդյունավետ հարվածներ են հասցրել ռուսական օբյեկտներին, ինչպես առաջնագծում, այնպես էլ հակառակորդի թիկունքում, Ռուսաստանի տարածքում, Կուրսկի մարզում միայն այսօր ապրիլի 7-ին ժամը 12-ից մինչև 6-ը ընկած ժամանակահատվածում ոչնչացվել է ռուսական Բուկ հակաօդային պաշտպանության 3 համակարգ։ Համոզված եմ, որ տեսել եք մեր Telegram-յան ալիքի բոլոր կադրերը։ Իրավիճակը ռազմաճակատում միայնպես չի փոխվել, մարտերը շարունակվում են ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ռուսաստանում, մասնավորապես Կուրսկի, Բելգրադի եւ Բրյանսկի մարզերում։ Անցած հեռարձակման ժամանակ ես հայտնեցի Բելգրադի մարզում ուկրաինական ճեղքման մասին, ռուսները կարծում էին, թե կարող են արագ մերոնցի հետ շպրտել, այդ իսկ պատճառով շտապեցին խոսել, թե իբր ուկրաինական զորքերին շրջապատել են, բայց ուկրաինական զորքերը տեսանյութեր հրապարակեցին Բելգրադի մարզի Պապովկա գյուղից, ինչով ծաղրեցին ռուսներին։ Վերջին շրջանում ռազմական զեկույցներում ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում Ռուսաստանի Բրյանսկի մարզը, փաստացի երրորդը Կուրսկից եւ Բելգրադից հետո։ Բրյանսկի մարզում մշտական մեր զորքեր չկան, բայց ռազմական գործողություններ իրականացվում են։ Օրերս հիշում եք, որ ասացի Բրյանսկի մարզում կամուրջ էին պայթեցրել ռուսները, որպեսզի մեր զինված ուժերի դեմն առնեն։
Դոնբասում իրավիճակը ռուսական զորքերի համար վատացել է, մեծացել է շրջափակման վտանգը, իրական շրջափակման կարող են ենթարկվել հենց ռուսները Պոկրովսկի ուղղությամբ, բայց շրջափակման մասին այսօր երևի թե վաղ է խոսելը, չշտապենք օրագա բարին հետը։ Տենդենցիան գնում է դեպի շրջափակման, եթե չհասցնեն ծլկել ռուսները, անպայման կընկնեն շրջափակման մեջ։ Իդեպ վերջին շրջանում ավելացել է նաև ռուս գերիների հանձնումը, ըստ երևույթին նրանք այլևս չեն ցանկանում մեռնել հանուն Պուտինի։ Վստահ եմ մեր Telegram-ում տեսնում եք հաճախ տեղադրվող կադրերը։ Ռազմաճակատում անհաջողությունների պատճառով Պուտինի զորքերը շարունակում են հրետանիով, շահեդ դրոններով եւ բալիստիկ հրթիռներով հարվածել Ուկրաինայի խաղաղ քաղաքներին, դառնալով խաղաղ բնակիչների վնասվածքների եւ մահվան պատճառ։ Սա է Պուտինյան վախկոտ եւ ստոր բանակի դեմքը։ Այս ամենը մի քանի նպատակ է հետապնդում, նախ վրեժ են լուծում սեփական անհաջողությունների համար եւ երկրորդը քարոզչությունը, որը որ Պուտինի հիմնական գործիքն է եւ ուղղված է ծալապակասների համար։ Նման հարվածները օրինակ ասոցացվում են ուժի հետ, այլ ոչ թե անզորությամբ։ Դա եթե մարդը պուտինիստ է, բարձր որ աղավաղված աշխարհայացք ունի եւ անզորությունը կարող է ուժի տեղ ընկալել։ Ի վերջո Պուտինի ողջ քարոզչությունը հենվում է հենց նման ցալապակասների եւ բարձունակ մտածելակերպ ունեցողների վրա կամ պարզապես միամիտների։ Չմոռանանք, որ Պուտինի կողմնակիցները նաեւ բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն, երբ որ հարվածել էին Կրիվոյ մանկական հրապարակին, ինչ որ խոսում էին արտասահմանյան ուժերի մասին, ինչ որ հրամանատարական կազմ, ՆԱՏՕ, եսիմինչ, հորինվածքներ էլի։ Միակ իրադարձությունը, որ եղել էր Կրիվոյ Ռոգում այդ օրերում բյութի սֆերայի ժողով էր եղել, չգիտեմ ինչքանով դա կարելի է կապել կանանց ՆԱՏՕ-ի օֆիցերների հետ, բայց դե ռուսների, ինչպես ասում են, աղավաղված աշխարհընկալումն է։ Նա եւս մեկ թշվառության օրինակ բանակում փորձեմ ձեզ ցույց տալ։ Սա հրետանային համակարգ է, որը որ ռուսները ստիպված կորուստների ֆոնին բերել են մարտի դաշտ։ Սա M30 հաուբից է, որի զանգվածային արտադրությունը 39-ից 55 թվականներին ավարտվել է։ Պատկերացնում եք 30-ականների հաուբիցը 21-րդ դարի պատերազմում։ Հավանաբար այս հաուբիցի մակարդակը համապատասխանում է հենց Կրեմլի, չգիտեմ, գործող անձանց մտածելության մակարդակին, ինչպիսին են իրենք, այդպիսին են նաև իրենց տեխնիկան, հա, ինչպիսին իրենց մտածելակերպն է, այնպիսին էլ իրենց տեխնիկայի մակարդակը։ Իրենց հերթին Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն բարձրացրել են ռազմաճակատում անօդաչու համակարգերի կիրառման արդյունավետությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով այս տարվա մարտին տարբեր տեսակի դրոններ ոչնչացրել են ռուսական ավելի քան 77,000 թիրախ, ինչը 10%-ով ավելի է, քան փետրվարին։ Անօդաչու համակարգերի շահագործման արդյունքում զգալիորեն աճել է նաև դրանց քանակն ու արդյունավետությունը։ Առաջնագծում արդեն գործում են մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա գործելու ունակություն ունեցող համակարգեր, բարձրացնելով Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։ Քանի որ մեր լսարանը գնալով ընդլայնվում է, հատկապես սկսնակների համար ասեմ, որ այն ամենը, ինչ ասվում է մեր YouTube-յան ալիքում, նշվում է եւ լուսանկարները եւ վիդեոկադրերը կան մեր Telegram-յան ալիքում, քանի որ ոչ ամենն է հնարավոր ցույց տալ YouTube-ում։ Այսպիսով, եթե կան նոր դիտողներ, բաժանորդագրվեք նաեւ մեր Telegram-յան ալիքին ավելի սուր տպավորությունների համար։ Քաղաքական կարևոր լուրերը սկսենք Թրամփի արձագանքից։ Նա խոսել է Ռուսաստանի կողմից զինադադարի խախտման մասին եւ Ուկրաինայում խաղաղ բնակչության վրա հարձակումներին։ Բայց մենք առանձնահատուկ բան չլսեցինք Թրամփից։ Նա ասաց, որ շարունակում է խոսել Ռուսաստանի հետ եւ որ իբր իրեն դուր չեն գալիս ռուսական ռմբակոծությունները եւ ինքը կցանկանար, որպեսզի ռուսները դադարեցնեն։ Մենք ձեզ հետ լավ գիտենք, թե սա որքանով կազդի Պուտինի վրա։
Կրեմլը մասնավորապես նոր պայմաններ է ստեղծում բանակցությունների համար, հորինում են, հա, ինչը ցույց է տալիս Թրամփի խաղաղարարության սնանկության մասին։ Իմիջիայլոց նկատում եք, ինչ սարքովի ցուցադրական հանգստություն են ցուցադրում Կրեմլի այդ ծերուկները, ինչպես կարծես թե այդ իրենք չէին փախկվել, երբ Պրիգոժինը արշավ սկսեց Մոսկվայի դեմ։ Երևի թե դա է պատճառը, ով որ ամեն կերպ ուզում են ազատվել Զելենսկուց, ով նույնիսկ շրջապատված Կիևից չփորձեց դուրս գալ։ Պուտինն ու իր շրջապատը ամենայն հավանականությամբ հասկանում են, որ չեն կարող հավասարի պես խոսել Զելենսկու հետ։ Զելենսկին տեսնում էր, որ Կիևը կարող է ընկնի շրջապատման մեջ, բայց մնաց այնքան ժամանակ, մինչև այսօր իհարկե, մնաց քաղաքում եւ ղեկավարեց երկիրը, մինչև որ ասենք տեսակ Կիևի մարզից դուրս մղվեցին ռուսները եւ մինչև այսօր Զելենսկին մեծ հաջողությամբ շարունակում է ռուսների աչքի փուշը մնալ։ Եվրոպան շարունակում է արձագանքել ռուսական հարձակումներին, այսօր Անիտա Գիպերն է հայտարարություն տարածել, նրա խոսքով ագրեսոր երկիրը Ռուսաստանը լիակատար անհարգալից վերաբերմունք է ցուցադրում Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցությունների նկատմամբ։ Սա, ինչպես ասում են, քար է դեպի Թրամփի այգին, այդ մասին են վկայում ամենօրյա հարձակումներն ու խաղաղ բնակիչների սպանությունները։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլի քարտուղար Անիտա Գիպերը։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի շտաբի պետերը հայտարարել են, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու տարբեր տարբերակների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար եւ ծրագիրն ինքնին շատ լայն հագեցածություն ունի։ Ի վերջո խոսքը օդային տարածքում, ցամաքում եւ ծովում տարբեր բաղադրիչների ներգրավվածության կանխատեսման մասին է ասում են եվրոպացի զինվորականները։ Գերմանիան Ուկրաինային տրամադրել է Starlink-ի այլընտրանքային կապի հասանելիություն։ Գերմանիան ֆինանսավորել է Ուկրաինա մուտքը Եվտելսատ արբանյակային ինտերնետ ցանցից, որը Starlink տերմինալների այլընտրանք է։ Այս մասին Reuters-ին ասել է Եվտելսատի գործադիր տնօրեն Եվա Բերնեկեն։ Ըստ Բերնեկենի Եվտելսատը արդեն շուրջ 1 տարի գերարագ արբանյակային ինտերնետ ծառայություններ է մատուցում Ուկրաինայում գերմանական դիստրիբյուտորների միջոցով, ինչպես ասում են, սա էլ այսպես, երևի թե ամբողջությամբ դժվար կլինի առաջին ժամանակներում փոխարինել Starlink-ը, բայց կարևորը, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում եւ Ուկրաինայի ղեկավարությունը փնտրում է այլընտրանքներ։ Շարունակենք կարևոր լուրերի շարքը։ Ֆրանսիան դիտարկում է Չեռնոբիլի գոտում վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Մարտին Ուկրաինան արտահանել է ավելի քան 3.6 միլիարդ դոլարի ապրանք, ինչը 4.5%-ով ավելի է, քան 1 տարի առաջ եւ 18%-ով ավելի, քան փետրվարին, ինչպես տեսնում եք, երկիրը ապրում է, աշխատում է եւ չնայած պատերազմին, հա, Գերմանիան դիտարկում է Ամերիկայի պահոցներից իր ոսկու պաշարները հանելու հնարավորությունը Վաշինգտոնի հուսալիության վերաբերյալ կասկածների պատճառով, որոնք օրեցօր աճում են նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է Bild-ը իր աղբյուրների վրա հղում անելով։ Մեր լսարանը հավանաբար գիտի, որ Թրամփի քաղաքականության դեմ լայնածավալ բողոքի ցույցերը ընդգրկել են Ամերիկայի քաղաքները, դա քարտեզը ցույց ենք տվել մեր Telegram ալիքում, այս թեմաներին անդրադարձել ենք մի քանի անգամ։ Թրամփի մաքսատուրքերը ազդում են համաշխարհային տնտեսական կանխատեսումների վրա, ֆոնդային բորսաները շարունակում են անկումը, ինչն իր հերթին ազդում է նավթի համաշխարհային գների վրա, իսկ դրանք իրենց հերթին ազդում են Ռուսաստանի եկամուտների վրա։ Աշխարհում կարծես ամեն ինչ խառնվել է իրար։ Նույնիսկ վրդովված լինելով Ամերիկայի մարդասիրական եւ տնտեսական քաղաքականության վատթարացմամբ Կանադայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկները փոխում են իրենց ճամփորդությունները եւ չեղարկում են ուղևորությունները դեպի Ամերիկա Թրամփի քաղաքականության պատճառով։
Այսքանով մեր կարճ եթերը ավարտեմ, ռազմաճակատից լուրերը ասացի, կարևոր լուրերը ձեզ տեղեկացրեցի, ինչպես խոստացել էի, ձեզ առանց լուրեր չեմ թողնում։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, մինչ նոր հանդիպում։